Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս կիրակի օրվա սերտողությունը սիրով ձեր համար պատրաստել ենք Նոր Կտակարանից, շարունակում ենք մեր ուսումնասիրությունը, սերտողությունը նամակ Գաղատացիներին, երկրորդ գլուխն ենք ուսումնասիրելու 1-ից 6 համարները։ Երբ որ այս սերտողությունը պատրաստում էի, ճիշտն ասած, նպատակ սեր ամբողջությամբ երկրորդ գլուխը ուսումնասիրել, բայց Սուրբ Հոգին պարզապես այլ նպատակ ուներ եւ որոշեց, որ 1-ից 6 համարներն է պետք ուսումնասիրել, քանի որ բավականին շատ խիտ է եւ ծավալուն է ընդհանուր այս 6 համարները ու հարկավոր է, որ չվռազենք ու մեր նորմալ ընթացքով, դանդաղ ընթացքով ասենք, ուսումնասիրենք, որպեսզի լավ սովորենք եւ լավ ընկալենք Աստծո խոսքը։ Հարգելիներս, ուրեմն վերնագիրը այս օրվա սերտողության սուտ վարդապետների նպատակն է Քրիստոսից անջատելը եւ ծառա դարձնելը։ Այսինքն մարդիկ, այս սուտ վարդապետները ծառայում են մի քանի նպատակների հիման վրա։ Գիտենք, որ եկեղեցու մեջ շատ հաճախ մտնում են մարդիկ, որ չար նպատակներ ունեն, մարդկանց, այսինքն հավատացյալներին հեռացնել Հիսուսից ու վերակենտրոնացնել իրենց վրա։ Շատ անգամ այս մարդիկ ֆինանսական շահեր ունեն կամ այլ դրդապատճառներ չար, որ հավատացյալներին խաբելու ու Քրիստոսի ավետարանից շեղելու նպատակներով են աշխատում։ Մեր դիրքորոշումը պետք է լինի, որ այս խաբեբաներին տեղ չտալ ու նրանց դեմ պայքարել։ Ինչպես տեսնում ենք Պողոս առաքյալի օրինակով, կարևոր կետը այն է, որ հաստատ լինենք առաջի հերթին մեր հավատքի մեջ ու լավ իմանանք Աստծո խոսքը։ Հակառակ դեպքում կխաբնվենք, հակառակ դեպքում մենք ճիշտը չենք հասկանա իհարկե եւ նրանց զոհը կլինենք։ Այս միջոցն էլ իհարկե սկսում է սիրով խրատել, այսինքն այս ընթացքը այսպես է սկսում ու հարկավոր է ուղղակի աչալուրջ լինենք, կարող ենք իրենց հետ խոսել, խրատել, եթե չընդունեն, արդեն եկեղեցու մեջ կարգ ու կանոն կա եւ ընթացք կա, որ պետք է պահպանել, որպեսզի եկեղեցու կանոնադրությամբ, այսինքն ինչ որ մեզ Աստծո խոսքն է սովորեցնում, այդ կանոններով շարժվենք ու հեռացնենք այսպիսի մարդկանց, իհարկե եկեղեցու ղեկավարությամբ, հովիվի աջակցությամբ, երեցների աջակցությամբ, այսպես է կանոնը, բայց ամենայն դեպս այսօր մենք նայելու ենք Պողոս առաքյալի մոտեցումը եւ նա ինչ է անում, որպեսզի պայքարի այսպիսիների դեմ։ Սերտողությունը սկսելուց առաջ, ինչպես միշտ, բոլորին ես քաջալերում եմ, որ երբ որ ստանում եք այս պատգամը, դուք ինքներդ ամբողջությամբ դիտեք եւ փոխանցեք ձեր մտերիմներին։ Դուք էլ ձեր ավետարանության պարտականությունը կատարեք։ Եվ եկեք հիմա աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Հայր Աստված, մենք գալիս ենք Հիսուսի պատվական մեծ սուրբ անունով, աղոթում ենք Հայր Աստված, որ այսօր այս սերտողությունը դու առաջնորդես, դու ուղես մեզ, սովորեցնես Սուրբ Հոգու միջոցով եւ օգնես Տեր, որ մենք աշակերտվենք քո խոսքերով։ Աղոթում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար եւ նրանց խնդրում եմ դու առատորեն օրհնես, զորացնես եւ օգնես Տեր Աստված, որ միայն լսողներ չլինենք բոլորս, այլ կատարողներ եւ լսելու պես հնազանդ լինենք ու կատարենք քո կամքը եւ խոսքերը։ Աղոթում ենք այս ամենը Հիսուսի անունով։ Ամեն։ Եկեք ուրեմն ուսումնասիրենք 1-ից 3 համարները ու անցնենք սերտողությանը։ Գրած է. ապա 14 տարի հետո դարձյալ Երուսաղեմ ելա Բարնաբասի հետ, Տիտոսին էլ հետս վերցնելով։ Եվ ըստ հայտնության ելա ու նրանց այն ավետարանը ներկայացրի, որ քարոզում եմ հեթանոսների մեջ, մասնավորապես նրանց, ովքեր երևելիներ էին համարվում, որպեսզի չլինի, թե զուր տեղնեմ չարչարվել կամ չարչարվեմ։ Բայց Տիտոսն էլ, որ ինձ հետ էր, հելենացի լինելով, չհարկադրվեց թլպատվելու։ Եվ անցնենք բացատրությանը։ Դեք Պողոս առաքյալը այստեղ մի քանի կարևոր կետեր է նշում իր ընթացքի վերաբերյալ։ Առաջինը նա է եւ իր հոգևոր գործընկերները գնացին
հաշվետվություն տալու Երուսաղեմում գտնվող առաքյալներին։ Երուսաղեմը դե համարվում էր կենտրոնը հավատքի, եւ ղեկավարները այնտեղ էին հաստատվել։ Երկրորդ հերթին Պողոս առաքյալը 14 տարի իր գործը հավատարիմ կատարում էր առանց դադարելու։ Երբ նա կանչվեց եւ ստացավ կոչումը ուղիղ Աստծուց, այդ օրվանից նա գնաց տարբեր վայրեր, որտեղ խոսքը երբեք չէր քարոզվել։ Եվ մենք դա գիտենք նամակ Հռոմեացիներին 15-ից 16 համարների մեջ են կարդում Պողոս առաքյալի աշխատելավոճը, ձևը եւ բանաձևը, այսինքն նա ուներ հատուկ ձև եւ հաստատում էր նա, որպեսզի իր առաքելությունը դե իհարկե Հիսուսից տրված։ Քիչ հետո մենք բոլոր համարները կուսումնասիրենք։ Եվ երրորդ հերթին գործ առաքելոցի մեջ 9-րդ գլուխ 15 համարում Հիսուս Անանիային, հենց այստեղ է սա, ասում է, որ նա պետք է մկրտի Պողոսին, որովհետև նա եւ ճակերտյալ, այսինքն ճակերտների մեջ Տիրոջ խոսքն եմ մեջ բերում, նա ինձ համար ընտրյալ անոթ է հեթանոս ազգերի եւ թագավորների, Իսրայելի որդիների առաջ իմ անունը հայտնելու։ Ուրեմն նա սկսեց քարոզել Դամասկոսում եւ հետո գնաց Երուսաղեմ։ Մոտավորապես 3 տարի քարոզչությամբ էր տրված, նոր գնաց Երուսաղեմ հանդիպելու առաքյալներին։ Նպատակն էր միանալու աշակերտներին, բայց բոլորը նրանից վախում էին, քանի որ նա անցյալում հալածում էր եկեղեցուն եւ դժվարանում էին հավատալ նրա վկայությունը։ Բայց տեսեք, երբ որ Հիսուս Քրիստոս մեկի սրտում հաստատվում է, իմացեք, որ այդ անձնավորությունը նույն մարդը երբեք չի կարող լինել։ Ու այսպես Բարնաբասը, լինելով վկա, լինելով միջնորդ, նրան բերեց, ծանոթացրեց եւ ընդունեցին նրան։ Հետևաբար Պողոս առաքյալը նա երբեք չի ձեռնադրվել ու նա Տիրոջ գործն է արել, այսինքն ում կողմից է ձեռնադրվել կամ ասենք ով է կոչումը տվել, Աստված է տվել եւ Աստված է նրան հանձնարարել եւ ինքը ուղիղ կերպով անցել է աշխատանքի Տիրոջ խոսքերի եւ հրահանգից հետո։ Մի հատ դեպք կա ընդամենը, որ գիտենք, որ գործ առաքելոցի մեջ 10-րդ գլխում 1-3 համարներում, որ Անտիոքում ծոմ ու աղոթքի մեջ լինելուց հետո Սուրբ Հոգին հաստատեց, այսինքն այնտեղ գտնվող հավատացյալներին, որ Պողոսին եւ Բարնաբասին պետք է առանձնացնեն ու ուղարկեն, ու այդ պահին ձեռքերը դրեցին նրանց վրա, աղոթեցին ու ղրգեցին աշխատանքի։ Հիմա մենք բոլորս էլ գիտենք, որ երբ որ հավատացյալ անձնավորությանը պատրաստում ենք աշխատանքի, այսինքն Տերն է իհարկե պատրաստում, Տերն է կանչում, բայց եկեղեցին ճանաչելով նրանց հոգու պարգևները եւ առաքելությունը, այդ ժամանակ եկեղեցին աղոթում է եւ ձեռքերը դնում է նրա վրա օրհնելու ու ուղարկում է աշխատանքի գործի Տիրոջ համար։ Այս պահին միակ այս օրինակն է, որ ծոմապահության եւ աղոթքի մեջ են եղել եւ որոշումը հաստատվեց ու այսպես Սուրբ Հոգին ամենակարևորը որոշեց, որ պետք է այդ երկու անձնավորությունները Բարնաբասը եւ Պողոսը առանձնանան ու անցնեն աշխատանքի։ Ուրեմն վերջի կետը 14 տարի հետո նա վերադարձավ Երուսաղեմ, որ այս հարցը սուրբ վարդապետների վերաբերյալ լուծի։ Իր հետ Բարնաբասն ու Տիտոսն էին գնացել, քանի որ Տիտոսը հրեա չէր, նրան չպարտադրեցին իհարկե թլփատվել։ Եվ Պողոս առաքյալի նպատակը որն էր։ Նա գնաց, որ վերջնականապես այս օրենքի հետ կապված հարցը լուծի, քանի որ եթե հետևում եք մեզ եւ անցյալ Կիրակի օրվա սերտողությունը ուսումնասիրելը, գիտեք, որ առաջի գլուխը Պողոս առաքյալը սկսում է իր բարևագիրով, խոսում է նա խնդիրի մասին եւ ինչ է սպասվում, այսինքն ինչ խնդիրներ կան եւ ինչ պետք է անել, որ լուծել այդ խնդիրները։ Եվ խնդիրը որն էր։ Կային ուրեմն այն ժամանակ փարիսեցիներ, եթե ծանոթ եք Աստծո խոսքին, գիտեք, որ ավետարանի մեջ Հիսուսի ժամանակ փարիսեցի սադուկեցիներ եւ կրոնական հաստատություն կար ու պարզապես այս փարիսեցիները
եւ սադուկեցիները եւ մնացած կրոնական հաստատությունը եւ այդ կրոնական ինստիտուցիան, ասենք ասենք, դեմ էին իրենք աշխատում Հիսուսին, որտեվ իրանց հավատքի եւ կանոնների եւ ավանդույթին հակառակ գնաց Հիսուս, այսինքն իրենք այսպես հասկացան ու ճիշտ ձևի չընկալեցին, չըմբռնեցին, որ ոչ թե ինքը եկել էր հակառակ գնալ, այլ եկել էր որ ասեր, որ այլևս նոր, այսինքն այլևս օրենքով չպետք է շարժվել, այլ փրկությունը շնորհով է եւ Հիսուսին ընդունելով է։ Եվ ինչպես որ մեզ սովորեցնում է Պողոս առաքյալը նամակ Հռոմեացիներին 10-րդ գլուխ 9-ից 11 համարներում, ասում է մեզ առաքյալը, որ ուղիղ կերպով մենք սրտով հավատում ենք եւ արդարանում ենք, բերանով էլ դավանում ենք փրկության համար, եւ 11 համարն էլ ասում է ով որ Հիսուսին հավատա կփրկվի։ Ուրեմն դա չընկալեցին, որտեվ իրանց ուժին եւ հաստատությանը դեմ գնաց եւ տվեց իրանց միջոց, որ այլևս իրանց ուժը եւ իրանց ներկայությունը պետքություն չունեն։ Սկսվում էր եկեղեցու ժամանակաշրջանը եւ այսպիսի կրոնական ղեկավարներ իրանց ուժը պահելու համար պայքարեցին Տիրոջ դեմ եւ մնացածի համար արդեն պարզաճ է խաչվեց Հիսուս եւ հարություն առավ։ Իհարկե արդեն Տիրոջ կամքն էր երկնավոր հոր մեր, որ իր որդուն միածինին ուղարկի, որ խաչվի, որ վերջին զոհը լինի։ Անսպասելի մի երևույթ չէր դա Աստծո համար։ Բայց այստեղ պարզաբանելու համար ասեմ, որ այս փարիսեցիները ցանկացան իրենց ուժը եւ իրենց նույն այդ կեղտոտ վարքերը շարունակեն, մարդկանց նորից ինչ անեն, բերեն դարձյալ իրենց ծառա ստեղծել, ծառա հաստատել եւ ստրկացնել նրանց այնպիսի բանի մեջ, որ ծանր էր եւ փրկության ընդհանրապես ճանապարհը դժվարացնելու, պատնեշներ հաստատելու եւ խնդիրներ առաջացնելու նպատակով էին նրանք աշխատում։ Հիմա եկեք կարդանք 4-րդ համարը եւ այնտեղ տեսնենք Պողոս առաքյալը ինչ է սովորեցնում։ Գրած է հակառակ եւ այստեղ շատ կարեւոր է այս համարը, որտեվ ամբողջ հիմքն է, թեզն է, այսպես ասած, սրանց դրդապատճառի եւ նպատակների համար եւ ինչ էր եկել Պողոս առաքյալը անելու, այսինքն պայքարելու նրանց դեմ։ Հակառակ ներս սպրտած այն սուտ եղբայրների, որոնք ներս էին սողոսկել մեր ազատությունը լրտեսելու համար, որ Քրիստոս Հիսուսով ունենք, որպիսի մեզ ծառա դարձնեն։ Խնդիրը այս խումբն էր, որ ներխուժել էր եկեղեցուն։ Սրանք նախկին, ինչպես ասացի, փարիսեցիներն էին եւ ուզում էին օրենքը եւ հին ուխտը նորից հաստատել, երբ Հիսուս հնին վերջ տվեց ու այլևս օրենքը նոր ուխտի մեջ չէր հետևում։ Պողոսը հատուկ բառեր է օգտագործում ծառա դարձնել։ Այս արտահայտությունը կարևոր է, որովհետեւ օրենքը ստրկության նման մի բան էր, որովհետեւ ծանր էր։ Եվ օրենքը տրված էր մինչև Հիսուսի գալը, որպեսզի ափերի մեջ պահի իր ժողովրդին, Աստծո ժողովրդին, որ մեղքի մեջ իրենք չթաթախվեին։ Բայց իհարկե մենք գիտենք հին կտակարանում, ինչ որ կարդում ենք, հասկանում ենք, որ Իսրայել ժողովուրդը, հրեաները, նրանք պահ առ պահ Աստծուն էին վերադառնում, բայց հետո անցնում էին իրենք մեղքի մեջ, չաստվածների պաշտում, իրենց հարևան ազգերի հետ զուլվում եւ այլն, եւ այսպես իրենք մեղքի մեջ էին թաթախված ու օրենքը, որը շատ ծավալուն էր, շատ ծանր էր, ազատություն չէր բերում։ Պողոս առաքյալը դրա համար բացատրում է, որ այս մարդիկ փորձում էին իրենց հին սովորույթներով գործել ու բոլորին իրենց լծի տակ դնել։ Հարցը իշխանության ու տիրանալու մասին էր, որը Պողոսի համար անընդունելի էր։ Սա էր կարևոր կետը եւ սա է կարևոր կետը, որպեսզի մենք հասկանանք, որովհետեւ այսպիսի օրինակով աշխատող, աշխատելաձևով, ոճով աշխատող մարդիկ բոլոր եկեղեցիների մեջ կան։ Եվ պետք է հասկանալ, թե նպատակը որն է, երբ որ ծանրացնում են, երբ որ պատնեշներ են ստեղծում,
երբ որ իրենք իրենց վրա են հաստատել տալի ժողովրդին, այդտեղ մենք պետք է հասկանանք, որ այս մարդկանց դրդապատճառը Քրիստոսը չի, Քրիստոսին տանելը չի, Քրիստոսին ուղեկցել, դեպի Քրիստոս ուղեկցելը չի, այլ իրենց սեփական շահերը եւ իրենց սեփական ուժն ու շահերը հաստատելու եւ նպատակների համար են աշխատում։ Անցնենք 5-ից 6 համարները։ Գրած է նրանց նույնիսկ ժամանակավորապես տեղի չտվեցինք, որպիսի ավետարանի ճշմարտությունը ձեր մեջ հաստատուն մնա, բայց այն երևելի համարվածների վերաբերյալ ասեմ եւ փակագծերի մեջ գրված է ինձ համար կարևոր չէ թե մի ժամանակ նրանք ինչ էին, Աստված մարդկանց միջև աչառություն չի անում, եւ սա երկրորդ օրինաց 10-րդ գլխի 17 համարի մեջ բերում է Պողոս առաքյալն անում ու շարունակում է ասում է այն երևելի համարվածներին ինձ նոր բան չհայտնեցին։ Լավ, ինչ է ուզում Պողոս առաքյալը սովորեցնի։ Պողոսը 5 համարում մեզ ցույց է տալիս, որ այս սուտ վարդապետներին ընդհանրապես տեղ չպետք է տանք ու չպետք է կրակի հետ խաղալ։ Այսինքն չպետք է մոտենալ, մի քիչ բզբզել, մի քիչ ժամանակ անցկացնել, պարզապես երբ որ այսպիսի վտանգի հետ շփվում ես, հաստատ վնասվելու ես։ Սրանք քաղցկեղի պես մի երևույթ են ու միայն պետք է մերժել ու եկեղեցուց դուրս հանել այսպիսիներին։ Պողոսը քաղաքականություն ու այլ խաղեր չէր խաղում, ինչպես մյուս առաքյալները, հետո կտեսնենք, որ սրանց նպատակներին թույլ չէր տալի, որ իրականացվեր ու մնան ու առավել եւս վնաս տան։ Հետևաբար Պողոս առաքյալը ասեց մենք տեղ չտվեցինք ու ընդհանրապես իրենք չգտան որևիցե հետաքրքիր կամ զարմանալի որևիցե բան այս մարդկանց մեջ եւ դրա համար երկրորդ կետը հենց այս է ասում, հետո նա հեգնանքով է խոսում ու իհարկե անհարգալից ձևով նրանց նկատմամբ նա ասում է, որ այս անձերը իրենց շատ բարձր էին դասում, այսինքն քանի որ այս անձերը իրենց շատ բարձր էին դասում եւ ասում էին, որ սրանց նմաններին ընդհանրապես տեղ չպետք է տալ։ Բացատրությունն է Պողոս առաքյալ։ Առավել եւս ասեմ, որ նոր բան ու կարևոր բան չունեին ասելու ըստ Պողոս առաքյալի, որովհետեւ ամեն ինչ հին ուխտի մեջ մնաց եւ նոր ուխտի մեջ այսպիսի բան ինչ որ բացատրում էին ոչ համապատասխան էր, ոչ էլ տեղ ուներ։ Բայց ասեմ նաեւ, որ Պողոս առաքյալը լինելով հрьяաների հрьяան եւ բարձր աստիճան կրոնավոր եւ այդ կրոնավոր համակարգի եւ խավի մեջ գտնվող անձնավորություն, նա ասում է մեկին ավելի լավ, այսինքն ասում է, որ այլ չկա որևիցե բան, որ իհարկե ես չգիտեի կամ մենք չգիտեինք։ Ավելին ասեմ, ասում է Աստված ընդհանրապես աչառություն չի դնում, որ իրանք իրենց վեր էին դասում ու հետևաբար իրանք բարձր էին համարում ուրիշներից։ Ու սրա դիմացել, սրա դեմել պայքարեց Պողոս առաքյալը եւ երբ որ այս նամակը գրեց նա գաղատացիների եկեղեցիների համար, բացատրությունը տվեց եւ այստեղ բազմաթիվ օրինակներով եւ ուսմունքով մենք հասկանում ենք, որ նախ եկեղեցու մեջ չպետքա լինի աչառություն, ուշադիր պետքա լինենք վարդապետության վերաբերյալ, որ ճիշտ վարդապետությունը սովորենք եւ թույլ չտանք իհարկե ներխուժեն այնպիսի մարդիկ, որ վնաս են հասցնելու, բաժանելու են եկեղեցուն, սուտ վարդապետություններ են սովորեցնելու եւ դրա համար իմանալու համար կամ հասկանալու համար պետք է որ շատ լրջորեն Աստծո խոսքը ուսումնասիրել, հասկանալ։ Եվ գիտեք, այսպեսի մի բան էլ ասեմ, հարցը ավանդույթի մասին չի, ինչ որ մի բան այսպես է արվել, ինչ որ մեկը գալիս է դրան տարբեր բան է ներկայացնում։ Խոսքը աստվածաբանության մասին է, ոչ թե ավանդույթների մասին է։ Տեսեք, փարիսեցիները ավանդույթն էին ուզում շարունակեին, փարիսեցիները հին ուխտն էին ուզում շարունակեին որպես ավանդույթ, որտեվ ինչ գիտեին, էտել իրենք փորձում էին բրթել առաջ, բայց Պողոս առաքյալը դրանց դեմ խոսեց։ Ուրեմն մենք էլ նույնպես ոչ թե ավանդույթն է այս պահին կենտրոնը, այլ Քրիստոսն է կենտրոնը,
Ոչ թե սովորույթներն են կենտրոնը, այլ Քրիստոսն է կենտրոնը, Սուրբ Երրորդությունն է կենտրոնը, որի մասին մենք պետք է լավ իմանանք, լավ սովորենք եւ մենք էլ լինենք բանիմաց Աստծո խոսքի վերաբերյալ։ Հակառակ դեպքում կխապնվենք, հակառակ դեպքում կշեղվենք եւ թույլ կտանք, որ այսպիսիները տեղ հաստատեն ու բուն դնեն մեր սրտներում եւ մեր եկեղեցիներում։ Ուրեմն այսքան այս կիրակի, հույսով եմ, որ օրհնանք էր այսօրվա սերտողությունը 1-6 համարները, երկրորդ գլուխ նամակ գաղատացիներին։ Աղոթում եմ Տերը ձեզ առատորեն օրհնի։ Ամեն։